Բարև ձեզ, այսօր Փաստ Ինֆոյի հյուրը ՈՄԱ-ի հիմնադիր նախագահ Վովա Վարդանովն է։ Բարև ձեզ, պարոն Վարդանով։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Վարդանով, խաղաղ պայմաններում Հայաստանի զինված ուժերում վերջին շրջանում, զինծառայողների շրջանում մահվան դեպքերը աճում են։ Ինչու՞։ Նախ հասկանանք, որ իրանք միշտ են եղել, ու դուք ճիշտ ասեցիք, աճում են։ Կենցաղային, ասենք, եւ ծառայության հետ կապված մահերը ոչ հակառակորդի կրակոցից, դա միշտ է եղել։ Հիմա կարծում եմ գլխավոր պատճառներից մեկը հակառակորդի զգացմունքի պակասելն է։ Մենք շատ մեծ սխալ ենք անում, մենք ասելով Հայաստանի Հանրապետությունը ղեկավարությունով, պաշտոնյաներով, դասատուներով, քաղաքացիներով, որ դիվանագիտությունը շփոթում ենք մարտական պատրաստության հետ։ Դիվանագիտության մեջ դու կարաս ինչ ասես խոսաս, պարկես հակառակորդի տակ, չգիտեմ, ցանկացած ծեծված շան դիրք ընդունես, կապ չունի, ինչ դիրք ուզում ես ընդունի։ Բայց մարտական ոգին, մշտապես ասենք զգոն լինելը, թե հասարակության, թե ասենք ուժային կառույցների, հատկապես ուժային կառույցների այն անձնակազմի, որ սահմանի վրա է, ԱԱԾ-ի սահմանապահները կամ զինված ուժերի դիրքապահները, իրենք պիտի միշտ զգոն լինեն եւ հակառակորդի զգացմունքը պիտի, որը ձևավորվել է դեռևս 90-ական թվականների սկզբից, պիտի պահպանվի։ Հակառակ դեպքում ռուսերեն բառ կա «расхолаживание», то есть սառում են եւ հաճախ չեն գիտակցում ինչա կատարվում։ Մնացել են որոշակի ավանդույթներ, որոնք որ այդ հակառակորդի մոտիկությունով են թելադրվում, բայց ուղեղի մեջ խաղաղություն, Հայաստանի արտաքին գործերով զբաղվող երկու գերատեսչություն կա, ցանկացած երկրում հիմնական երկու գերատեսչություն է զբաղվում արտաքին գործերով, մեկը արտգործնախարարությունն է, մյուսը բանակը, զինված ուժերը։ Ուրեմն իրենց գործառույթները իրար հետ պիտի կապակցված լինեն, բայց միևնույն ժամանակ իրանք շատ են տարբերվում, շատ սարսափելի տարբերվում են արտաքին տեսքով։ Դիվանագետն էլ պիտի շատ զգոն լինի, շատ լարված լինի, հասկանա, որ ասենք հակառակորդի հետ գործ ունի, ոչ թե ուղղակի հարևանի հետ, բայց ժպիտ է երեսին, բարյացակամ եւ այլն։ Իսկ զինվորականը հակառակը, ինքը ընդհանրապես պետք է ասենք բարի տեսք չունենա, դաժան հայացքով աղյուս կոդրի խաղերի ժամանակ, չգիտեմ, լարված պարապի աչքի դեմը ունենալով հակառակորդի այն գազանությունները, որը ինքը իրան թույլ է տվել թե 2020 թվականին եւ հետո թե ասենք 90-ական թվականներին, թե 100 տարի առաջ, կարճ ասած այդ հակառակորդի զգացմունքի պակասը մեծ դեր է խաղում։ Իսկ ձեր գնահատմամբ օրինակ այս դեպքերին պատշաճ իրավական գնահատական տրվում է թե ոչ, պատասխանատվության ենթարկվում են արդյոք մեղավորները թե ոչ, որովհետև շատ դեպքերում մենք լսում ենք ցավակցություններ եւ օրվա լրահոսի մեջ կարծեք թե այդ դեպքերը մոռացության են մատնվում։ Գիտեք ոնց, ես կարծում եմ, որ իրավականը դա երկրորդական է։ Ես ինքս իրավաբանական սովորելով դեռևս սովետական տարիներին պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում իմ դասատուներից, դասախոսներից մի գլխավոր միտքն եմ քաղել, որ հանցանքը ճիշտ ուղու վրա կանգնելը, դա վերջի պահին չի լինում, էլի։ Դա սխալ է։ Ռեֆլեկտոր բաները, ասենք այդ գորտի պահվածքը, որ ինչ որ մի բան եղավ, դու ոտդ ասենց կիսլատայից դուրս հանեցիր, դա սխալ է։ Պետությունը մարդկանց համաձայնությունը իրար հետ լուծել ներքին եւ արտաքին հարցերը եւ համակեցության կանոնավորված պայմաններ ստեղծել, դա է պետությունը։ Ինքը հենց դրա համար է, որ կանխարգելիչ գործողություններ կազմակերպի եւ հասարակության լայն շերտերին
ինչ որտեղ ստիպի, որ իրանք այդ գործողություններին համապատասխան վերաբերվեն, որ տեղի չունենա ոչ հանցագործություն, ոչ դժբախտ պատահար, օրինակ նայեք, ես քարոզ չանեմ ծխողների, բայց ես շատ վաղուց եմ ծխում։ Հորս մահից անմիջապես հետո սկսել եմ ծխել, դա եղել է, ասենք, իմ 12 տարեկանում։ Բայց պետությունը ծխելու դեմ սիստեմատիկ պայքար համաղում չէ։ Սիստեմատիկ։ Այն դեպքում, որ իրա վեճը պետք չլինի, գրանտ ստացել, ինչ արել, բայց ինքը սիստեմատիկ ու ես հասկանում եմ, որ դա օգուտ է հասարակությանը, ես դրա դեմ պայքար չեմ մղում, ոչ ներքին, ոչ խոսալու մակարդակի վրա, ուղղակի ես շարունակում եմ, ասենք իմ ոնց որ ասած սիրած առողջությանս դեմ գործողությունները շարունակում եմ, բայց համենայն դեպս հասարակությանը դա զորով փաթաթվում է, չէ՞։ Նայեք, մեքենայի մեջ ծխելը արգելվում է, ընդունում եմ, շատ վտանգավոր է, որովհետև իմ մոտ էլ այդ նման դեպքեր եղել, երբ որ ես սիգարետ էի ծխում, այդ կրակի գլանակի վրայից պոկվել է, կրակի մի կտոր ընկել է իմ վրա եւ ես ադեկվատ չեմ, ասենք, ճանապարհի արագությանը, այդ մեքենայի վարելուն ինձ պահել։ Բայց հիմա պայքարը եթում է նույնիսկ ծխող սարքերի դեմ, որոնց մեջ վտանգներ բացարձակ չկա։ Ես էդ եմ ընդունում, որովհետև դա բերում է անդրան ընդհանրապես, որ ծխելը կուլտուրան դուրս գա մեքենայի ղեկին նստած։ Առաջ է տանում, չէ՞ պետությունը այդ գաղափարը։ Բա ինչի պետությունը չպետք է գաղափարը առաջ տանի անվտանգության։ Պիտի տանի, չէ՞, իսկ անվտանգության գաղափարը վտանգների նկատմամբ ադեկվատ լինելն է։ Զեբրայի վրայով չի կարելի անցնել, եթե քեզ կանաչ լույս չի տալի, որովհետև կարող է տրորեն։ Բաշարնակությունը, ասենք, ինչի չեն պարտադրում, որ մարդիկ որոշ մարզվելու, ասենք, տարբեր կառույցներ հաճախելու, պարտադիր, ասենք, ինչ-որ գրքույկի մեջ պլյուս ստանալու շնորհիվ ինչ-որ բոնուսներ ստանան կամ անհրաժեշտ, թեկուզ ընտրելու իրավունք, չունենաս ընտրելու իրավունք, ընտրություններին մասնակցելու, ոչ թե, ասենք, սահմանափակելով մարդու իրավունքները դու, ասես, դուրսն ես եղել, դրա համար եմ արգելում։ Ապուշ, կարող է ես կամանձիրովկա եմ եղել, կարող է ես գնացել եմ առողջությունս դզեմ, կարող է մի տարի չեմ ուզեցել քեզ տելևիզորով տեսնամ, ու բազմաթիվ կարողաներ կա, քեզ ինձ զրկում իրավունքից, բայց պարտականությունները չկատարելու պատճառով կարելի է իրավունքները սահմանափակել, ասենք, պաշտպանությունով չես զբաղվել, ընտրելու իրավունքից զրկվում ես, բանակում չես ծառայել, իրավունքից զրկվում ես, ռազմական պատրաստություն չես տեսել 4 տարվա կամ 2 տարվա մեջ գոնե մի անգամ ինչ-որ կազմակերպությունում ընտրելու իրավունքից զրկվում ես, նման պահվածքը կբերի ադեկվատ պետության ղեկավարության, ասենք, պահվածքի, որը կբերի, ասենք, հասարակությանը այն մտքի, որ ինքը շվեյցարացու նման եւ ֆինլանդացու նման բարեկեցիկ ապրում, որովհետև պաշտպանում է իր բարեկեցությունը, պաշտպանում է անձամբ։ Այդ դեպքում, ասենք, նաև վերաբերմունքը կփոխվի մարտի դաշտին, հարևանին, պոտենցիալ հակառակորդին, իսկ ցանկացած երկիր պիտի դիտարկվի որպես պոտենցիալ հակառակորդ։ Դա լինի անգամ մեր բարեկամ Վրաստանը կամ ոչ պակաս բարեկամ Իրանը։ Էլ չեմ ասում, ես ցեղասպան եւ ջարդարար թուրքերը պիտի այտենց լինի եւ երբ որ դու հակառակորդի զգացմունք ունես դու արդեն ընկերոջդ մի քիչ ավելի մեղմ ես վերաբերվում ավելի զիջող ես ավելի տոլերանտ ես ինչի՞ չէ իր կենցաղային ասենք անտաշպահվածքին կամ պահի տակ հիմար արտահայտությանը ասում ես ոչինչ, բայց ինքը հանգարց մի բան լինի, ինքը իմ աջ կողմն է պահում, ինքը իմ մարմինն է պաշտպանելու, ես հնարավոր է իր 100 կիլոգրամոց ջանդակ, ասենք, ուսերից ման տալով, ասենք, մի կիլոմետր քաշտան բերեմ գոսպիտալ, եթե ինքը վիրավորվի, կարճ ասած, այդ հակառակորդի զգացմունքը, որի մեջ հավաքական որոշակի, ասենք, գործողություններ է պետք անել, դա պակասում է մեր մոտ, դրա համար էլ է դա տեղ ունենում։ Իհարկե նաև ոչ պակաս դեր է խաղում
ազատ ժամանակը, զինվորը չպետք է ազատ ժամանակ ունենա։ Դա ժամկետային լինի, պայմանագրային լինի, զինվոր ասելով ես նաև սպաների հետ եմ, ավագ սպաների հետ եմ, շարքային կազմը պետք է առավոտի ծիրիկուն վարժանքներով զբաղվի, սպաները պետք է առավոտի ծիրիկուն կամ դաս տան կամ դաս ստանան, իսկ ավագ սպաները պետք է գիտ աշխատանքով զբաղվեն, պետք է գիտնականներ լինեն։ Եթե ուզում ես դու նորմալ ժամանակակից բանակ ունենաս, որը ի վիճակի կլինի մի քանի շատ չեմ ասում, մի 50 անգամ ավել, ասենք, բնակչություն ունեցող թուրք հարևան երկրներում թուրք էթնոսի, որ չզիջենք ցանկացած հարցում, ոչ միայն ռազմական, այլ նաև տնտեսական, հոգեբանական, մեդիա դաշտում եւ այլն։ Պարոն Վարդանով, վերջին շրջանում նաև կարծիքներ ու այսպես ասած պահանջներ են հնչում, որ Պաշտպանության նախարարը պետք է պաշտոնան կարվի, ձեր դիտարկմամբ սա խնդրի լուծում է, թե կգան այլ Սուրեն Պապիկյաններ, իսկ համակարգային խնդիրը կմնա։ Եթե ինձ նշանակեն Պաշտպանության նախարար, այդ դեպքում կլինի համակարգային լուծումներ, որոնք որ կբերեն լուրջ փոփոխություններին։ Եթե հերթական քաղաքական մոտեցումը լինի, այնքան որ մեր թմից է, ոչ մի բան չի փոխվի։ Ես լուրջ եմ ասում։ Ես հավակնություն չունեմ Պաշտպանության նախարար դառնալու, բայց եթե ինձ առաջարկեն այս ծանր պայմաններում, ես կարող եմ համաձայնվեմ եւ հաստատ լուրջ փոփոխություններ կլինեն։ Պարոն Վարդանով, տեսեք, երեք արդեն համացանցում լուրեր էին շրջանառվում, որ իբրև թե Գենշտաբի պետի հրամանով զինվորները ժամապահի վերակարգում պետք է առանց փամփուշտատուփի լինեն։ Հիմա սա խնդրի լուծում է թե ոչ, ինչ որ առումով չի ստացվում, որ պատասխանատվությունից խուսափելու միջոց է, սա օգնելու է, որպեսզի նման դեպքերը կամ այսպես քրեական ենթամշակույթը բանակից վերանա։ Ընդհանրապես ով ասում, որ քրեական ենթամշակույթն է պատճառը, պես մահերի շատանալու, ով է այդպես բան ասում։ Ինքը խելամիտ հետազոտությունների արդյունքին է ծանոթ, այդ հետազոտությունների ամփոփման է ծանոթ, հա։ Փորձագետներից են հնչում կարծիքներ, ովքեր ասում են, որ ծառայել են բանակում եւ այդ ամենի ականատեսն են եղել։ Այդ փորձագետները ծառայել են մի տարի առաջ, թե 50։ Ոնց կարելի է այդպես без pardon հայտարարություններ արել։ Եթե հասարակությունում ասենք այդ մշակույթը ընդհանրապես կորցրել է իր ուժը, մնացել է ոնց որ ասած ատավիզներ եւ ռուդիմենտներ, մոռացել ենք, որ բանակում ծառայում է հասարակության, ասենք, մի հատված, հիմնականում տղամարդկային սաստավ, բայց հասարակության մի մասը, չէ։ Չկա տենց բանով ասում դա։ Կարա ինչ-որ մնացորդային ազդեցություն ունենա, իհարկե, բայց նույն ձևով մնացորդային բացասական հետևանքներ կարա թողի եւ ունենա, ասենք, խոսքի օրինակ կարատեով զբաղվելը կամ էլ ասենք, չգիտեմ, պարաշուտնի սպորտով զբաղվելը կամ էլ շախմատով զբաղվելը, նայած իրավիճակ։ Լավ, առանց փամփուշտատուփի օրինակ, եթե տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը։ Չի կարա այդպես բան լինի, այդպես հիմար բան չի կարա լինի։ Որ դա հայտարարել է, դա ընդհանրապես չի հասկանում ինչ ասը։ Չի կարա այդպես բան լինի։ Հասարակ բան ասեմ, կարծեմ երեք էր Հայաստանի Հանրապետության ներկայիս ղեկավարը հայտարարեց, որ փոխվել է իրավիճակ, իսկ զորամասերում դա չեն հասկանում։ Եթե ենթադրենք, որ ինքը նկատի ունի, որ էլ այտենց խիստ վերաբերվել պետք չի, ասենք, բանին, պոստում քնելուն, դա գիտեք ինչ, դա ոնց որ գրիպի դեմ պայքար ես, ասենք, թաշկինակով քիթդ սրբելով։ Դա գրիպի դեմ պայքար չի։ Դու հնարավորություն տու, որ այդ ժամապահը քնի սմենից առաջ, այդ դիրքապահը ժամապահ դառնալուց առաջ ուստավով ունի, չեմ հիշում արդեն 4 թե 6 ժամ պոստից առաջ չէ, սմենը ընդունելուց առաջ, սուտկայից առաջ 4-ից 6 ժամ քնելու իրավունք,
հետո էլ ուրեմն 8 ժամ քնում է սմենի ընթացքում, 2 ժամ, ասենք, դիրքում կանգնելուց հետո 2 ժամ բոդրստվույշի, 2 ժամ քնել, հերթականությունը դեմիք չի, ուրիշ է, բայց այդ այնց 2 ժամով ինքը 8 ժամ էլ տենց է քնում, ու ստացվում է, որ այդ սուտկայի մեջ ինքը քնում է գրեթե 12 ժամ, այդ հնարավորությունը տուր, ինչի համար այդ հնարավորությունը չես տալի, կարող է պատահի դրա պատճառով, որ դու զինված ուժերի գործող զինծառայողներին, ոչ թե ասենք այն կաբինետում նստող պաշտպանության նախարարությունը, որ ոնց որ թե մեր զինված ուժերի ոնց որ կեսը լինի, բնայում այդ շենքը շատ մեծ է, էլի, երևի բանակի կեսի չափ, անդե մարդ է նստած։ Դու իրանց կազմը 10%-ով պակասացրել ես սուղ պայմաններում, արդեն կար պակաս, մշտապես ռեկլամ էր եթում, որ եկեք պայմանագրային ծառայության, եկեք մաքսիմալ պայքար, ասենք, ուսանողներին զինված ուժեր տանել եւ այլն, ու այդ պայմաններում դու 10%-ով կրճատում ես ընդհանուր զինված ուժերի քանակը կամ ժամկետային զինծառայողների 25%-ը։ Կարող է դրանից է, որ ասենք այս մարդը իր ուստավով կանոնակարգ, որը որ շատ-շատերը մոռանում են, օրենքի ուժ չունի, ինքը օրենք է։ Ուստավը ընդունվում է ազգային ժողովի կողմից, ոչ թե ինչ-որ քաղաքական ներկայացուցիչ մինիստրի հրամանով։ Ինքը օրենք է, այդ օրենքը դու ապահովում ես, որ հետո պահանջում ես իր կատարումը։ Դու ապահովել ես իրան քնելը, հանգիստ լինելը, ասենք, սմենից առաջ, քնելը 2 ժամ, հանգստանալ բոդրստվույշի կոչված 2 ժամը ապահովել ես, թե ինքը ստիպված է եղել մարդի պակասի պատճառով փայտ ջարդի այդ ժամանակ, խրամատ փորի այդ ժամանակ, երբ որ պետք է քներ, կամ մարդու պակասի պատճառով, ասենք, ոչ թե ուսիլենին էթում է բոդրստվույշին է էթում ժամապահի կողքը կանգնում, այլ բոլորին են արթնացնում։ Կարճ ասած, մենք պիտի հասկանանք, որ օրենքը եթե պահանջում է, ինքը ապահովելու ձևերն էլ է տալի։ Պիտի ապահովելու օրենքի պահանջները կատարելու ապահովելու հոդվածներն էլ ուշադիր կարդան, ապահովեն զինվորականներին, դիրքապահ զինվորականներին ժամապահի ժամերում արդեն հանգստացած մարմնով ժամապահ դառնալուն եւ հավատացեք, խնդիրները պակասելու է։ Բացի դրանից, ասենք, մինչև դիրքեր բարձրանալը, զինվորականը պետք է մշտապես օրը 26 ժամ, ես գիտեմ, որ 24 ժամ է օրվա մեջ, էլի, բայց օրը 26 ժամ պետք է պարապվի։ Չէ, կներեք, 29 ժամ, մի ժամ էլ պետք է հանգստանա։ Այդ հանգիստը, երբ որ ինքը պարկում է անկողնու մեջ, այդ պահն է։ Անկողնում արդեն ինքը չի հանգստանում, ինքը կատարում է պարտականություն նախապատրաստվել, ասենք, մյուս օրվան։ Կարճ ասած, դու շատ բան պիտի ապահովես, հետո պահանջես։ Եթե դու չես ապահովում, ո՞նց ես պահանջում։ Ու դու սկսում ես լուծումներ յանիմ գտնել, քիթդ սրբել, գրիպի դեմ պայքարում, ուստի լիմոնաջուր էլ չէ, ալարում ես սարքես, որ այս մարդը լիմոնաջուր խմի, որ իմունիտետը բարձրանա, ախորժակը բարձր լինի, սնունդը տեղը լինի, օրգանիզմը ի վիճակի լինի ինքնուրույն պայքարել առանց դեղերի։ Տենց չէ՞ է։ Պարոն Վարդանов, երեկ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում խոսել է անկլավների մասին եւ նշել, որ Տիգրանաշենը Հայաստանի 29743 կիլոմետրի մեջ չի մտնում։ Վատագույն սցենարով, եթե Տիգրանաշենը հանձնվի, ինչ է դա նշանակում Հայաստանի համար ռազմավարական տեսանկյունից։ Գիտեք ինչ, նոյեմբերի 9-ին արդեն պարզ էր, որ լինելու է նման խոսակցություններ, հնարավոր է գործողություններ, եթե մերոնք անշնորհք դիվանագիտություն ունենան, ի վիճակի չլինեն դիվանագիտական գրագետ աշխատանք կատարել, թե ուժեղ պետությունների հետ, ռեգիոնալ հեգեմոնների, թե երկրագնդի հեգեմոնի հետ, թե, ասենք, մեր հարևանների հետ։ Արդեն պարզ էր։
20 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարով։ Եվ նախորդ պատրաստվել էր պետ դրան։ Բոման երբ որ սկսեց գմբեթներ կառուցել, ինքը գմբեթները կառուցում էր Տիգրանաշենի շուրջ եւ երկակի նշանակություն ունեին այդ կրակակետերը փակված չդիտարկվող օդից մեջը մարդկա թե չկա, հետնել պաշտպանված պայթյուններից։ Երկակի նշանակություն ուներ, եթե տալու ես, դու պահում ես կրակակետերով օղակի մեջ այդ տարածքները, որոնք որ ոչ մի հիմք չկա իրավական, որ իրանք անկլավ են եւ պատկանում են, ասենք, Բաքվի հանրապետությանը։ Բայց եթե չես տալու, ինքը կլինի երկրորդ գիծ առաջնագծի համար, որովհետև թե Տիգրանաշենի հատվածում, թե Բարխուդարլու Սոֆլուի հատվածում, թե Վերին Ոսկեպարի հատվածում առաջնագիծը մի քանի կիլոմետրի վրա է, 1-ից մինչև 5 կիլոմետր հեռավորության վրա է։ Եվ երկրորդ գիծ քեզ որպես կարան ծառայեն այդ կրակակետերը, որոնք որ այդ տարածքները հանձնելու դեպքում կլինեին, ասենք, ռազմական ճնշման հնարավորություն այդ տարածքների վրա եւ մշտական դիտարկման։ Կարճ ասած, պետք է հեռատես լինես։ Այդ ոնց է, ոման կարում է հեռատես լինի, որը հավաքական, ասենք, ուղեղա մի քանի տասնյակ հայրենակիցների մեր կամ մի քանի 100։ Իսկ Հայաստանի ղեկավարությունը, որը 3 միլիոնի հավաքական ուղեղն է, չի կարող։ Ուրեմն մի բան են չի այդ 3 միլիոնանոց, ասենք, ուղեղի հետ։ Դիմեք մեզ, կարճ ասած։ Դիմեք մեզ, ես նկատի չունեմ ոմային, ես նկատի ունեմ հասարակական կազմակերպություններին, որոնք մշտապես ավելի խորն են ուսումնասիրել խնդրեմը, քան հասարակության ուղղակի շարքային, ասենք, քաղաքացին, որոնցից բաղկացած այդ 3 միլիոնը։ Հասարակական կազմակերպությունները ի վիճակի են փոխել իրավիճակ, թե բանակում, ասենք, այդ մահերի հետ կապված, թե զինված ուժերը մարզելու հետ, ասենք, խնդիրներում, թե այդ անկլավները, որ անկլավ չդառնան այդ հարցում։ Պարոն Վարդանով, իսկ ձեր դիտարկմամբ օրինակ Ադրբեջանը պատրաստվում է Արցվաշենը հետ վերադարձնել Հայաստանին, թե ոչ, եւ օրինակ Արցվաշենի ու Տիգրանաշենի, այսպես ճակերտավոր փոխանակումը արդյոք հավասարազոր են իրար։ Արցվաշենի վերաբերյալ վերադարձ ոչ մի ձևով ես չեմ հանդիպել, ասենք, թուրքական մեդիա դաշտում, իրանց թե օֆիցիալ, թե օֆիցիալին մոտիկ լրատվամիջոցներում, թե, ասենք, օպոզիցիոն։ Չկա տենց նարատիվ իրենց մեդիա դաշտում, չկա, ուղղակի չկա, բայց հաշվի առնելով, որ ընդ բռնապետություն է, հիմա որ որոշի Ալիևը որ տալիս է, ով է իրան անդիմանալու եւ այդ անդիմությունը քանի րոպե է, ասենք, ազատության մեջ լինելու։ Բայց չեմ հավատում, որ տա։ Չեմ հավատում, գիտեք ինչի պատճառով։ Մենք ունեինք, ասենք, մի անգամ կանգնեցինք, չէ, պոլիպեդի վրա եւ ինքը խփեց մեր ճակատին։ Ես նկատի ունեմ ոչ վաղ անցյալ Կիրանցի դիմաց Խերմլու գյուղը, որը որ ազատագրված էր դեռևս 92 թվականին, այդ տարածքը հետ տվեցինք։ Այդտեղից մի 3 կիլոմետր, միգուցե մի քիչ ավել կիլոմետր հեռավորության վրա Բերքաբեր գյուղն է, որի 1000 հեկտարը Խերմլուի այդ տարածքից երևի 3 անգամ ավել տարածք թուրքական տնօրինության տակ է 90 թվականից։ Այդ Բերքաբերի ջրամբարի պլատինայի ծենկոն, ասենց որ նայես ռոմբա, ռոմբել չի, այնց երրանկյունի քառակուսի, ասենց քարտեզին է պետք նայել, էլի բարձ կլինի, չեմ կարող կոնկրետ անուն տամ երկրաչափական, ուրեմն այդ տարածքը մոտ 1000 հեկտար է, որտեղ որ սովետի ժամանակ ոչ արդյունավետ 700 հեկտարանոց այգի է եղել, որտեղ հնարավոր է մինչև 900 հեկտար այգի հիմնել։ 100 հեկտարը դա սահմանային հատվածներն է եւ ճանապարհային են հատվածն է, որը որ
Ղուշի այրումը Օդունդաղի գագաթոյի կողքով ճանապարհ անցնում, գնում է դեպի Ղազախ։ Միացնում է, ասենք, Ղուշի այրում եւ Բաղանիս այրում գյուղերը Ղազախի հետ։ Այդ տարածքը եթե մեզ վերադարձնեին, ես հիմա, ասենք, կընկնեի երկար բարակ կմտածեի, որ Արցվաշեն արժե վերցնել Տիգրանաշենի դիմաց, չարժե, դե հեկտարները շատ է, բայց Տիգրանաշենին է, ասենք, ավելի կարևոր տեղ է գտնվում, ճիշտ է, ասենք, ինքը դե բերք համարյա չտվող ղռ ու քարերի, ժայռերի մեջ է, բայց ճանապարհի, ասես լիքը բաներ կարելի էր մտածել, վերլուծել։ Բայց մենք ունենք մի հատ պոլիպեդի վրա կանգնել ենք, դե հիմա ում հետ ասես կարա պատահի, չի կարելի մեզ ասել դեբիլ, որ մենք Խերմլուն տվեցինք։ Մարդիկ կային, ասում էին, որ թուրքը չի տա մնացած հողերը եւ Կիրանցի հարակից, ասենք, Խերմլու բանը չպետք է վերադարձվի հակառակորդին։ Ընդունելի էր շատերի համար, ասենք, այդ կոչերը, ոմանց համար ընդունելի չէր, վախենում էին պատերազմից, իսկ մարդկար չէր վախենում պատերազմից, բայց մտածում էր, եթե սահմանազատում է եւ հետագայում սահմանագծում պետք է լինի, սահմանագծումը այդ հատվածից օքեյ է։ Եվ մենք կանգնեցինք այնտեղ, որտեղ որ նորմալ էր, Խերմլու տալու գործողության հետ եմ։ Բայց պարզվեց այնտեղ պոլիպեդ էր, մենք այս փոքր հատվածում sense մի քիչ կանգնելով սեղմեցինք, դե ուզում էինք մարմինը առաջ տանելուց, ասենք, ծանրության կենտրոնը տեղափոխենք, պոլիպեդը բարձրացավ, տվեց մեր ճակատին։ Մի քիչ էլ, ասենք, մեր գեղեցիկ քթների, ասենք, պերեգարոտկեն տուժեց արդյունքում։ Հիմա երևի քթի օպերացիա է մեզ պետք։ Դու հիմա արդեն դեբիլ կլնենք, եթե մենք ինչ-որ բան տանք։ Մենք այնտեղ տվել ենք, տվեցինք Բաղանիս այրումը, թույլ տվեցինք, մեր ձեռը չէր, պատմական ոսկեպարը թուրքը, ասենք, մի քիչ առաջ գա եւ նեյտրալ տարածքի հաշվին իր դիրքերը բարելավի եւ բնակչություն բերի, ոնց որ թե մի 4 ընտանիք եկել է, ասենք, այդ հին պատմական գյուղում, որտեղ ժամանակին 500 ընտանիք է ապրել։ Եվ Խերմլուն վերադարձրեցինք, որը մշտապես մեծագույն պրոբլեմ ա եղել Երևան-Թիֆլիս ճանապարհի վրա, մարդ գողանալով, բանով, խոչընդոտներ։ Այդ մենք Խերմլուն ինչի համար գրավեցինք, որտեվ Կիրանցի բնակիչներից մեկին էին սպանել։ Այդ սպանելու դեմ եղավ Պորտկում եւ միջև այդ եթե մենք խոստացել էինք Անանյան ջեմային, որ ձեռ չենք տա Խերմլուն, ինքն էր խնդրել, որ կոնֆլիկտ չլինի եւ այլն։ Մենք այդ սպանությունը արդեն մեր համար ոնց որ sense բան եղանք, չխկլփակ եղանք եւ իջանք վերցրեցինք Խերմլուն։ Հիմա այդ Խերմլուն էլ որ տվեցինք, բա ուրա դիմացի, ասենք, Բերքաբերի հողերը, բա այս մյուս կողմ գանք, ասենք, Բերթավանի ֆերմայի շուրջ հողերեն վերևի հատված հողերը ուրա խիչ են տալի, դա էլ, ասենք, երևի մի 10 քանի կիլոմետր հեռավորության վրա է։ Սուրբ Սարգիս եկեղեցու, ասենք, հատվածում հողերը ինչի չեն վերադարձնում, то есть որտեղից էլ սկսես, մենք քանի որ լարված պատերազմի մեջ չենք եղել եւ թուրքերին 90 թվականներին ծեծել է Արցախի հանրապետությունը, ոչ թե Հայաստանի հանրապետությունը, մենք մեզ բանը չպետք է էլի, ասենք, բան անենք, կպցնենք Արցախի հանրապետությանը, սխալ էր, հակառակը պետք է անենք, Արցախին, հաղթանակած Արցախին պետք է ներառեինք Հայաստանի հանրապետության մեջ։ Արցախն էր հաղթել, իհարկե, Հայաստանից եւ Սփյուռքից կամավորների օգնությամբ եւ Հայաստանից, ասենք, հանրապետության աջակցությամբ, բայց Արցախն էր հաղթել։ Հայաստանի եւ Բաքվի հանրապետության միջև պատերազմ չի եղել, բայց լարված իրավիճակը բերել էր դրան, որ դեռևս սովետական միության պայմաններում մի քիչ իրանք էին վերցրել, մի քիչ մենք էինք վերցրել ու սենց սանրի նման իրար մեջ մտածենք։ Բա հիմա եթե Խերմլուն այդ մարդասպանության պատճառով մենք գրավել էինք, հետ տվեցինք հային սպանելու պատճառով։ Բա այնտեղ որտեղ որ ոչ մի իրանց նեղություն չի տվել Բերքաբերի դադարք այգին, այնտեղ մի հատ դոմիկ էլ չկար պահակի բուտկեն։ Ամենամոտակա, ասենք, շինությունը դա Բերքաբերի պլատինայի վրա բանն էր, նասոսնի շինությունն էր։
Բայետի խի չեն ուզում վերադարձնեն, Սուրբ Սարգիսի դիմաց հողերը խի չեն ուզում վերադարձնեն, Սուրբ Սարգիսի դիմաց հողերը դա նոյեմբերյանից դեպի սահմանով սենց որ գնաց, դեպի Վրաստանի սահման թուրքերի տնօրինության տակ գտնված տարածքում է գտնվում Սուրբ Սարգիսը եւ իր դիմաց հողերը Հայաստանի Հանրապետությանն են պատկանում, թող պոստերը հետ քաշեն։ Փաստորեն ընտրովի է մենակ մեր տնօրինության տակ գտնված սովետական Ադրբեջանի հողերի վերաբերյալ, հա, ասենք դեմարկացիա։ Դա արդեն նշանակում է երկրորդ անգամ պոլիպեդի վրա կանգնելու հնարավորություն։ Եթե դեբիլ ենք, կկանգնենք։ Եթե դեբիլ չենք, չէ։ Եվ վերջում պարոն Վարդանов, երեք Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարում էր, որ ուրախ կլինեն, եթե ՀԱՊԿ-ը Հայաստանին հեռացնի իշարքերից եւ Հայաստանը, այսպես ասած, այնտեղ լինել չլինելու դիլեմայից կազատվի։ Ձեր դիտարկմամբ այս բանին հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրադրությունը արդյոք Հայաստանի ձեռնտու է լիովին դադարեցնելու իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Ես շատ վաղուց ՀԱՊԿ-ի ստեղծվելուց իվեր միշտ ասել եմ, որ ՀԱՊԿ-ը մեռելացին զավակ է, ինքը Ռուսաստանի ջեբի ՆԱՏՕ-ն է, վատ կրկնօրինակն է ՆԱՏՕ-ի։ Այն վաղտ։ Հետո սենց ժամանակները եկան ու պարզվեց 22 թվին, որ ՆԱՏՕ-ն եսիմինչ է, ՀԱՊԿ-ը ավելի եսիմինչի վատ կրկնօրինակ է, ՆԱՏՕ-ն այնքան ախմախ կառույց է եւ թույլ, որ ստիպված եղան երկու նեյտրալ պետության ստիպեն, որ իրանք մտնեն ՆԱՏՕ-ին ուժեղացնեն մոտավորապես 30%-ով։ Ես Շվեդիայի եւ Ֆինլանդիայի նեյտրալ երկու պետությունը Եվրոմիության ղեկավարությունը ստիպեց, որ իրանք մտնեն ՆԱՏՕ-ի մեջ։ Կարճ ասած, սենց մի հատ շատ խառը իրավիճակ է ստեղծվել, ՀԱՊԿ-ը այն վաղտվանից ինձ դուր չէր գալի, ինքը դատարկ, մանավանդ որ մենք ունեինք պայմանագիր մեր պետությունների մեջ Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ իրար օգնելու ստրատեգիական դաշնակից, ռազմական 102-րդ բազա եւ այլն, ու կարծեմ մինչեւ 47 թիվը իրանք ռազմաբազան ստեղ պահելու իրավունք ունեն, այդ պայմաններում ՀԱՊԿ-ը մեզ պետք չէր, բայց հիմա սենց նայում ես արդեն 20 թվից շատ բան է փոխվել, 22 թվից է, նույնիսկ եթե սենց ուշադիր նայես 16 թվից սկսեց լուրջ փոփոխությունները 2016 թվականից եւ հիմա չստանալով ոչ մի ուրիշ երաշխիքներ, որոնք որ ոչ թե հերվից սենց այն կառապանի բանի նման, ասենք, ձիուն քաշելով կանգնացնելու հնարավորությունը, այլ ռեալ կանգնացնելու հնարավորությունը լինելու թուրքական ագրեսիան Հայաստանի Հանրապետության դեմ, տենց երաշխիքներ տեսնում ենք, ոչ, երաշխիքներ աշխատում են գրեթե միշտ ոչ, ով ավտոյով ինչ-որ պրոբլեմներ ա ունեցել, մի հատ հիշեք, էլի, երաշխիքի մեջ է 200,000 կիլոմետր կամ 150,000 կիլոմետր կամ 3 տարի, 5 տարի, բայց այդում փող ես տալի, ասենք, ռեմոնտը տանեն, վրոձի երաշխիքի մեջ է, դա նշանակում է, մենք սխալ ենք հասկանում երաշխիք բառը, երաշխիք նշանակում է, որ դու պետք է ինչ-որ ջանքեր թափես, փողեր թափես, եսիմ ինչ անես, պագրուշիկ բարձես, գնաս, ոչ, ահագին բան պետք է անես, որ քեզ օգնող լինի։ Դա է երաշխիքը։ Հիմա ռուսական երաշխիք ունենք, որը 20 թվականին հրաժարվեց Արցախի պայքարի եւ իրավական ինչ-որ հիմքեր գտավ, բայց հակառուսական հիմքեր էին, նույնիսկ հակառուսական եմ ասում, որտեղ իրանք այդ ժամանակ թույլ տվեցին, ասենց պայմանական չէ, պատմականորեն գեներալ գուբերնատոր Ցիցիանովին սպանած Բաքվին, որ ինքը Արցախը կուտա։ Ես նկատում եմ 1800 թվականների սկզբին է դա եղել ու ոչ մի բան չի փոխվել։ Թուրքը մնացել է թուրք,
սովետի պայմաններում, թուրք լինելը ինքը ցույց տվեց 88 թվականին, իր թուրք լինելը massայական ցույց տվեց Բաքվում, ասենք հազարավոր մարդկանց ինֆարկտից եւ ինսուլտից սպանելով, չսպասելով որ իրանց սիրտը կանգնի, այրելով եւ հետո ռուսական բանակի հետ, ասենք, պատերազմի մեջ մտնելով, կարճ ասած, ինքը ռուսներին ցույց էր տվել ով է ինքը եւ այդ ովային տվեցին հնարավորություն, որ ինքը Արցախի վրա հարձակվի 20 թվականին 22 թվականին թույլ տվեցին, որ ռուսական ռազմաբազա ունեցող երկրի վրա հարձակվի Բաքվի թուրքը։ Ես նկատի ունեմ Կապանի եւ Ջերմուկի դեպքերը մի քիչ էլ Վարդենիս 23 թվականին թույլ տվեցին, որ Արցախը կուլ տան, որը Գյուլիստանի պայմանագրով, ասենք, կարա լինի միայն Ռուսաստանի բանապետության կազմում, հակառակ դեպքում պետք է վերադառնա Իրանին։ Կարճ ասած, վստահելի չի, բայց ուրիշ ունենք, ուրիշ չունենք, չէ՞։ Բանը 25 թվականին, կարծեմ, ես դա պատմել եմ, ինչ-որ լրատվամիջոցի, բայց վաղուց, հեղափոխություն եղավ Մոնղոլիայում, ուրեմն ճանապարհի վրա ավազակություն անող Սուխե Բատորը, նենց ստացվեց, որ իր շուրջ մեծ թիմ հավաքվեց եւ ինքը տապալեց իշխանությունը։ Իշխանությունը տապալելով հասկացավ, որ այդ կես միլիոն, ասենք, մոնղոլների հետ պետք է ինչ-որ բան անի եւ ինքը ասեց, որ այրատների, այդ գյուղացիների, քոչվոր գյուղացիների երկիր ա լինելու, կարճ ասած եղավ հեղափոխություն։ Եվ իր զորավարներից մեկը Չինգիզ խանի ժառանգներից մեկն էր, Խատան Բատր Մաքսար Ժաբը։ Ուրեմն իրանք եկան Մոսկվա, որպես կոմունիստական, սոցիալիստական երկիր, առաջնորդ սոցիալիստական առաջնորդի մոտ եկան։ Եվ Ստալինին այնտեղ ականջին այդ ժամանակ շշնջում էին, ասում էին, «Էսա շատ վատ կոմունիստներ են, իրանք ընդհանրապես կոմունիստ չեն»։ Սուխե Բատրը ճանապարհային ավազակ ա եղել։ Իսկ Խատան Բատր Մաքսար Ժաբը, որը Մոնղոլիայի գեներալ էր, մարշալ էր, ինքը Չինգիզ խանի ժառանգ ա, 1000 տարվա արիստոկրատ։ Ну լավ 900 կամ 800 տարվա։ Ստալինը երկար մտածելուց հետո մի հատ հարց ա տալի այդ իրան անընդհատ ականջին կաթացնողներին, որ սրանք լավ կոմունիստներ չեն, սրանք լավ հեղափոխականներ չեն։ Ասում է Սուխե Բատրը ավազակա, իսկ Խատան Բատր Մաքսար Ժաբը Չինգիզ խանի ժառանգ արիստոկրատ, ասում են այո, հաստատ այո։ Մենք ուրիշ մոնղոլ ունենք, երկար եմ ասում, բայց կարևոր այս հարցն է։ Մենք ուրիշ մոնղոլ ունենք, մենք ուրիշ ռուսական ռազմաբազա ունենք, ճակերտավոր, ուրիշ զինվորական ուժ ունենք, չէ՞, աշխատում ենք սրանց հետ։ Եթե չունես ստեղ ամերիկյան ռազմաբազա, որտեղ մենակ ամերիկյան ռազմաբազան եւ թուրքական ռազմաբազան է աշխատում, այսօրով աշխարհում մենք տեսնում ենք։ Դե մեկ էլ թուրքականը Օսման։ Անգլիականը չի աշխատում, չունի ինքը ռազմաբազաներ, ինքը նույնիսկ Դիեգո Գարսիա ռազմաբազան տվել է Ամերիկային։ Ֆրանսիայի ռազմաբազաները, ասենք, սաղ պրծան Աֆրիկայում, կորցրեց, ու պրիտոմ այնց չի, որ բանա այն սուտը, որ տարածում են ռուսները խլեցին, չէ, աֆրիկացիք իրանց լարեցին, ռուսները եկան դադարք տեղը զբաղացրեցին, աֆրիկացիք, Մալիի, ասենք, սևամորտ բնակչությունը, Բենինի, չգիտեմ, Բուրկինա Ֆասոյի, ուրեմն մենք պետք է ստե ամերիկյան զինված ուժ ունենանք, որ նոր ռուսին ասենք հաջող։ Մենք չունենք ստե ամերիկյան ռազմաբազա, չէ՞։ Թուրքական ռազմաբազա չենք ուզում։ Ռուսականը նաղդ է։ Հետևությունը ինքը իրան ստացվում, այլ։ Ես նման բաներ, երբ որ ասում եմ, շատ լավ գիտակցում եմ, որ իմ բանը հարազատների իմ ազգի զգալի մասը շատ բարկացած ռուսների վրա լինելով հակառուսական, ասենք, քարոզի տեղ ա տալի, շատ տեղերում, ասենք, ճիշտ անում։
Ես դա հասկանում եմ, որ ինձ հիմա կասեն ռուսաֆիլ, ռուսա եսի մի ինչ, ռուսի սիրար, բան, ուզում եմ ասեմ, որ ես ընդհանրապես ոչ մեկին չեմ կարա սիրեմ, որտեվ ես պսակված եմ եկեղեցով, հայկական եկեղեցին էլ ապարձան չի տալի, то есть ես բանա թամարասեր եմ, ես չեմ կարա ռուսասեր լինեմ կամ չգիտեմ պրեզիդենտասեր կամ վարչապետասեր, չեմ կարա, ես թամարասեր եմ, երդվել եմ եկեղեցում, то есть չկա այդպես բան, ես փորձում եմ դատել իմ ուղեղի հնարավորությունները օգտագործելով, սահմանափակ հնարավորությունները չի կարելի նման բան անել, թե չստացվում է այն Հայկ Սարգսյանի օրենքի բանը, որ ինքը մեծ կոմպլեքս էր օրենքի գրել, որտեղ մի հատվածն էր 1/4 բանակը կրճատելը, այն մնացածը չանելով, դու քեզ ոտքից կրակում ես, չունենալով զրահապատ անդրավարտիկ, եթե դու ունենաս այդ անդրավարտիկը, չի ցավա ու կարող է այդ տրյուկի աշվին, որ դու քեզ կրակում ես, քեզ փող հավքեն բանկի մեջ, բայց քեզ ոչ մեկ փող չի տա, որտեղ դու կրակելու ես ու քեզ վնասես, քեզ հակառակը փող են քեզնից վեկալելու, այսօր բժշկությունը սուտ է, էլի, որ անվճար է, որ բուժկետում քեզ բուժօգնություն հասցնեն, կարճ ասած չի կարելի, ուղղակի չի կարելի, այս պահին չմտածված, առանց հասարակության հետ խորհրդակցելու, միջայլոց Պուտինը ինձ շատ բարկացրեց, երբ որ ասեց գնացեք ռեֆերենդում արեք, դու ով ես որոշես մեր տեղը, բայց հասարակության հետ քննարկում, կարելի ասել, իսկ դուք ով եք, որ մեր տեղը որոշեք մեր կառավարիչներին, մանդատ ենք տվել ձեզ դրա համար, սուտ է, ձեզ մանդատ ենք տվել, որ դուք կառավարեք եղածը կառավարեք, ոչ թե ասենք ինչ-որ ուղղության վրա տանեք, ուղղության վրա տանելը դուք գրեք ձեր բանի մեջ, կարող է 10 անգամ ավել քվեարկող լիներ ձեր կողմից, ձեր օգտին, բայց կարող է 10% էլ չհավաքեիք, դրա համար դուք չունեք մանդատ մեզ ինչ-որ տեղ տանելու, ձեզ տվել են մանդատ, որ դուք մեզ ստեղ կառավարեք, ընդունում եմ դե կառավարեք, բայց ինչ-որ դեպի անդունդ կամ դեպի բարձունքներ նվաճելու մեզ մի տարեք, առանց մեր հետ խորհրդակցելու, ժողովրդավարությունից եք խոսում, մի հատ ժողովրդավարության իրական բաստիոնը Շվեյցարիան, նայեք, տեսեք ոնց է այնտեղ կատարվում, հրապարակում ժողովուրդը հավաքվում է, քննարկում է, հրապարակում, բայց ոնց է լինում, ասենք, դեմոկրատիան, այն ինչ որ ասենք մեզ հիմա որպես ժողովրդավարություն են փորձում ներկայացնել, դա ժողովրդավարություն չի, նույնիսկ հայկական թագավորություն չի, որտեղ միապետություն Հայաստանում, որտեղ թագավորը ամեն ինչ որոշում էր, չի եղել երբեք, դրա պատճառով, երբ որ Դավիթ բեկը եկավ ստեղ, հայկական տրադիցիաները հաշվի առնելով, կարգեց Մելիքական հանրապետություն իր էությամբ, անունը ինչ ասես կարար դներ, բայց Մելիքական հանրապետություն էր, հիշում եք, չէ, ասենք, որ հայ արքան կարմիր կոշիկ էր հագնում, բդեշխը կարմիր և կանաչ, իշխանները կանաչ, դա ինչ էր, դա խորհուրդ էր, որտեղ որ, ասենք, ամեն իշխան կամ բդեշխ ներկայացնում էր իր ղեկավարած ժողովրդին, առանց հասարակական քննարկումների մեզ ոչ միտեղ չի կարելի տանել, ուղղակի չի կարելի։ Շատ լավ, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Այսօր իմ հյուրը ՈՄԱ-ի հիմնադիր նախագահ Վովա Վարդանովն էր։ Fast-Info-ի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Համախմբենք եւ փրկենք հայրենիքը ներքին ու արտաքին թշնամուց։ Մինչ նոր հանդիպում։